Մենք փորձել ենք բանկային քարտերի հետ մրցակցություն տանել։ Մեր պարկը համալրել ենք բացառապես էլեկտրական մոբիլներով, պետք է սկանավորի QR-ը, որը կհայտնվի էկրանին։ Երևանում կենտրոնական բանկի աջակցությամբ Հարավային Կովկասում առաջին անգամ անցկացվում է ֆինանսական տեխնոլոգիաների եւ թվային փոխակերպման ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը։ Միջազգային Plus Forum FinoWay Armenia 2025։ Ֆորումի մասն էր կազմում Հայաստանում առաջնային դիրքեր գրավող Telcel ընկերությունը։ Լիաննա Հունանյանը Telcel ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը Արմլուրի հետ զրույցում խոսել է ֆորումի եւ դրանում ընկերության մասնակցության կարևորության մասին։ Մենք սա մի հարթակ է, որը հնարավորություն է մեզ տալի կիսվելու մեր նոր ձեռքբերումներով, ներկայացնել մեր նոր պրոդուկտները, իսկ մենք միշտ աշխատում ենք այսպիսի միջոցառումներին նոր պրոդուկտներով ներկայանանք, որպեսզի ունենանք մեր ասելիքը։ Telcel ընկերությունը այս ֆորումին մասնակցում է մի քանի ներդրումային ծրագրեր ներկայացնելով։ Առաջինը ակնթարթային QR-ն է։ Տրանսպորտի պրոյեկտում ունենալու ենք դրամապանակում QR-ի սկանավորմամբ, այսինքն ակնթարթային QR ենք ունենալու, մենք իրեն այդպես ենք անվանել, ինչ է տալու մեր հաճախորդին այդ ակնթարթային QR-ը, մենք փորձել ենք բանկային քարտերի հետ մրցակցություն տանել, որովհետև բանկային քարտը դա այն պրոդուկտն է, որը հնարավորություն է տալի առանց տոմս ձեռք բերելու, տոմսը մարել։ Դա միայն բանկային քարտն է այդ հնարավորությունն ունենում։ Հիմա Telcel Wallet-ը նույնպես ունենալու է այդ հնարավորությունը, մեր հաճախորդը ունենալու է իր wallet-ում մշտական այդ ակնթարթային QR-ը, որը հնարավորություն է տալու առանց տոմս ձեռք բերելու, պարզապես QR-ը սկանավորելով իր դրամապանակի մնացորդից կամ կցված քարտից կամ հաշվից գումարը գանձելու։ Ակնթարթային QR-ը ունի եւս մեկ առավելություն, այն ինչպես քարտը պարտադիր չէ միշտ ձեզ մոտ պահել, քանի որ դրամապանակը հենց մեր հեռախոսում է լինելու։ Ինչպես աշխարհի առաջատար ընկերությունները, այնպես էլ Telcel-ը փորձում է կիրառել արհեստական բանականության մեթոդները եւ դառնալ ել ավելի մրցակցային։ Մենք էլ փորձում ենք այս պահին ինտերակտիվ ներդնել նաեւ Telcel ընկերությունում եւ սկսել ենք հաճախորդների սպասարկման կենտրոնից, փորձում ենք հաճախորդների սպասարկման կենտրոնը թվայնացնենք արհեստական բանականությամբ, այն առումով, որ ստանդարտ զանգերին պատասխանի արհեստական բանականությունը։ Հունանյանը նշում է, որ խնդիրներ ամեն դեպքում կան, որոնք կապված են հայոց լեզվով խոսող արհեստական բանականության հետ, սակայն դրանք ժամանակի ընթացքում լուծելի են։ Չնայած այդ ամենը դա մեզ չի խանգարում, որ օրինակ մենք ընտրենք, ենթադրենք մեր հաճախ տրվող զանգերի, օրինակ 5 հաճախ տրվող զանգերը եւ դրանք թվայնացնենք եւ մենք ինքներս արհեստական բանականությանը սովորեցնենք, կրթենք հենց այդ նեղ ուղղությամբ։ Այսինքն եթե մենք սպասենք արհեստական բանականությունը զարգանա բոլոր ոլորտներով, որպեսզի ինքը անգամ այդ զանգերը հասկանա, մենք երկար կսպասենք, բայց եթե մենք սովորեցնենք արհեստական բանական, իսկ արհեստական բանականությունը բոլորս էլ հասկանում ենք, որ սովորեցնում են, այսինքն իր գիտելիքների բազա պետք է տանք։ Եվ մենք կտանք իրան հենց այն սպეციფიկ բազաները, որը մեզ անհրաժեշտ է, օրինակ այդ 5 մեզ բնորոշ զանգերի պատասխանները ստանալու համար։ Telcel ընկերությունը կողմ լինելով նորարարություններին նախորդ տարվանից ինկասացիոն ծառայությունները սկսել է իրականացնել էլեկտրոմոբիլներով, որոնք եւ հարմար են, եւ արդյունավետ։ Ինկասացիան դա այն ոլորտը չի, որտեղ կարելի է շատ վաղ նորարարություններ անել, բայց եթե ինկասացիոն ծառայությունը իրենից ներկայացնում է կանխիկ գումարի սպասարկում եւ այդ կանխիկ գումարի սպասարկումը հիմնականում տեղի ունենում ավտոմեքենաներով, ապա մենք փորձել ենք, ոչ թե փորձել ենք, այլ մեր պարկը համալրել ենք բացառապես էլեկտրական մոբիլներով, ավտոմոբիլներով, որը Հայաստանի Հանրապետությունում երևի մենք առաջին ինկասացիոն ընկերությունն ենք, որը էլեկտրական ավտոմոբիլներով է հագեցված։ Մեր ողջ պարկը արդեն հագեցված է։ Հարկ է նշել, որ օգոստոսին տեղի ունեցած փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունները, որից հետո դրամական փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատությունը կամ անհատը պետք է անցնի նույնականացում։ Արդեն օգոստոսի 8-ից օրենքը ուժի մեջ է եւ մենք բոլոր վճարահաշվարկային ընկերություններով պատրաստվում ենք, որպեսզի մեր հաճախորդները կարողանան սահուն կերպով անցում կատարեն եւ շարունակեն օգտվել տերմինալներից եւ լուծումը մենք
արդեն գտել ենք այս պահին ակտիվ աշխատանքա գնում բանկերի հետ, որովհետև լուծումը հետևյալն է լինելու հաճախորդը փոխանցում անելուց, որպեսզի կարողանա նույնականանա եւ հաղորդի, այսպես ասած, վճարահաշվարկային ընկերությանը, թե ով է մուտքագրում տերմինալում գումար, պետք է սկանավորի QR-ը, որը կհայտնվի էկրանին։ Telcel ընկերության գործադիր տնօրենի տեղակալի խոսքով գործընթացը ժամանակատար է, բայց ոչ անհնար։